Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախամարոտ։ Կառավարությունը 1 միլիարդ 708 միլիոն դրամ կհատկացնի տարբեր մարզերում սուբվենցիոն 15 ծրագիր իրականացնելու համար։ Համապատասխան նախագիծն այսօր հաստատվել է գործադիր մարմնի հերթական նիստում։ Իդեպ 2025-ի ընթացքում պետբյուջեի միջոցներով սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալը հասել է մոտ 76 միլիարդ դրամի։ Կառավարության նիստից հետո Փաշինյանը հերթական անգամ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք այս անգամ հիմնականում վերաբերել են ներքաղաքական խնդիրներին։ ՀԱՊԿ-ը աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքման, այս մասին ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Բիշկեկի գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում։ Հայաստանի ներկայացուցիչը սակայն չի մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Երևանը երկու օրով դարձել է մշակութային շփման կետ։ Նոյեմբերի 27-ից 28-ը մայրաքաղաքը հյուրընկալում է մշակութային խաչմերուկ միջազգային համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 12 երկրների պատվիրակություններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ եւ մշակութային կառույցներ։ Ղրիմի կամրջի պայթեցման համար մեղադրվող 8 անձ ցմահ ազատազրկման է դատապարտվել։ Նրանց թվում են նաև Հայաստանի քաղաքացի Արթուր Տերջանյանը եւ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայ ազգի գործարարներ Գեորգի եւ Արտյոմ Ազատյանները։ Դատարանի վճռով նրանք բոլորն էլ մեղավոր են ճանաչվել ահաբեկչություն իրականացնելու համար։ Երուսաղեմում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, որը հանդիպում է ունեցել Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Էդեն Բարտալի հետ։ Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է առկա պատրաստակամությունը աշխատանքներ տանել Հայաստանի եւ Իսրայելի միջև հարաբերությունները, այդ թվում քաղաքական եւ տնտեսական ոլորտներում ակտիվացնելու ուղղությամբ։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արևելքում ընթացող գործընթացների վերաբերյալ։ Այս ընթացքում տեղի են ունեցել նաեւ Հայաստանի եւ Իսրայելի ԱԳ նախարարությունների միջև 12-րդ քաղաքական խորհրդակցությունները, որի ժամանակ հանգամանալից անդրադարձ է կատարվել երկկողմ եւ բազմակողմ հարթակներում գործակցության հնարավորություններին։ Վրաստանը դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան։ Վրաստանի առաջին ալիքի եթերում հայտարարել է Մակա Բոճորիշվիլին։ Վրաստանի ԱԳ նախարարը ընդգծել է, որ Երևանի եւ Բաքվի մերձեցումը առանցքային նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության, կայունության եւ զարգացման համար։ Նրա խոսքով հարաբերությունների բարելավումը նպաստում է նաեւ միջին միջանցք նախագծի իրականացման գործում տարածաշրջանի դերի ամրապնդմանը։ Բոճորիշվիլին նշել է, որ Թբիլիսին ուշադիր հետևում է տեղի ունեցող գործընթացներին եւ սերտ կապեր է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։ Թուրքիայի պաշտպանության նախարար Գյուլերը Թուրքիայի խորհրդանում ջջետային քննարկումների ժամանակ գոհունակություն է հայտնել Միացյալ Նահանգներում Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրման կապակցությամբ։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում համապարփակ խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդում էլ նույնպես քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Խորհրդի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ հաշվի առնելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում վերջին դրական զարգացումները քննարկվել են երկկողմ եւ տարածաշրջանային գործակցության հնարավորությունները։ Նաև վերահաստատվել է Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն եւ զարգացում ապահովելու Անկարայի հանձնառությունը։ ՀԱՊԿ-ը եւս աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի արագ կնքմանը։ Մենք գոհունակությամբ նկատում ենք Հայաստանի ու Ադրբեջանի միջև ակտիվ միջպետական երկխոսությունը։ Մենք աջակցում ենք համապարփակ կարգավորմանը եւ կողմերի միջև անվերապահ խաղաղության պայմանագրի արագ կնքմանը, ասվում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի Բիշկեկի գագաթնաժողովից հետո ընդունված հռչակագրում։ Ինչպես հայտնի է, Ղրղստանի մայրաքաղաք Բիշկեկում առավոտյան մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Նշենք, որ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցել ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը հայտնել է, որ դեմ չէ հանդիպման ամբողջ դաշինքին վերաբերող փաստաթղթերի ընդունմանը։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էլ անդրադարձել է ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանին չմասնակցելու, նշելով, թե կազմակերպության անդամ երկրները հարգանքով են վերաբերվում այդ որոշմանը։ Հայաստանի դիրքորոշումը հայտնի է, այն է, որ ինչպես մեզ ասում են մեր հայ գործընկերները, մենք աջակցում ենք բոլոր որոշումներին, որոնք ընդունվում են ՀԱՊԿ-ի կողմից, սակայն այս փուլում ձեռնպահ ենք մնում այդ կազմակերպության նիստերին մասնակցելուց, ասել է Պուտինը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը նշել է, որ եթե Երևանում հնարավոր են համարում առայժմ այդպես աշխատել, իրենք համաձայն են։ Պուտինի խոսքով ՀԱՊԿ-ի մյուս անդամները շփման մեջ են հայկական կողմի հետ։
Կառավարությունը 1 միլիարդ 708 միլիոն դրամ կհատկացնի տարբեր մարզերում սուբվենցիոն 15 ծրագիր իրականացնելու համար։ Համապատասխան նախագիծը այսօր հաստատվել է գործադիր մարմնի հերթական նիստում, ինչպես զեկուցել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, 2025 թվականի ընթացքում պետբյուջեի միջոցներով սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր ծավալն արդեն հասել է մոտ 76 միլիարդ դրամի, իսկ 2026 թվականին գումարի այս չափը նախատեսում է ավելացնել համայնքային ենթակառուցվածքների բարեկարգման եւ այլ ոլորտների առավել զարգացման նպատակով։ Նիստի այլ մանրամասները ներկայացվող տեսանյութում։ 2025 թվականի հունվար-սեպտեմբերի տվյալներով Հայաստանում արձանագրվել է 6% տնտեսական աճ։ Սա ավելի քան 1%-ով գերազանցում է կառավարության կանխատեսած 4.9%-ը։ Մենք հոկտեմբերին, նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ ունեցել ենք 11% տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ, իսկ արդեն 2025 թվականի առաջին 10 ամիսները նախորդ տարվա հունվար-հոկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8.1%։ Վարչապետին այս թվերը գոհացնում են։ Նրա խոսքով տնտեսության աճին նպաստում են ոչ միայն ենթակառուցվածքային ծրագրերը, այլև ստեղծարար աշխատանքի եւ կրթության նկատմամբ իրականացվող քաղաքական շեշտադրումները։ Դրանք իսկապես շատ լավ ցուցանիշներ են եւ պետք է արձանագրել, որ արդեն ոչ առաջին տարին մեր տնտեսության աճը կանխատեսվածից տեսանելիորեն ավել է։ Տնտեսական ակտիվությունից զատ Հայաստանում աճել է նաև աշխատատեղերի թիվը, ըստ Փաշինյանի հասնելով պատմական ռեկորդի։ 25 թվականի հոկտեմբերին ունենք արդեն 810.074 աշխատատեղ, որը նախորդ ամսվա համեմատ 5000 ավելի քան 5000-ով ավել է կամ շուրջ 5000-ով ավել է, բայց ես համեմատությունները բերում եմ նաև այս անգամ էլ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ եւ 2018 թվականի հոկտեմբերի համեմատ աշխատատեղերը ավելացել են 223895-ով։ Իսկ աշխատավարձի ֆոնդը, ընդհանուր համախառն աշխատավարձի ֆոնդը ավելացել է 149 միլիարդ դրամով եւ միջին աշխատավարձը, որը կազմել է հոկտեմբերին 313.000։ Դրական լուրերի շարքից է նաեւ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին հետվճար տրամադրելու կարգում ներդրվելիք փոփոխությունները։ Հետվճարի ծրագրի գործողության ժամկետը առաջարկում ենք երկարաձգել եւս 1 տարով, մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը, միաժամանակ շահառուներին հնարավորություն տալ անկանխիկ վճարումներից ստանալ ավելի մեծ չափով հետվճար։ Այս նպատակով առաջարկում է հետվճարի հաշվարկման համար 2026 թվականի հունվարի 1-ից հետո կատարված անկանխիկ վճարումների նկատմամբ կիրառվող 12%-ը ավելացնել եւ սահմանել 20%, իսկ հետվճարի առավելագույն չափը 6000 դրամից դարձնել 10000 դրամ։ Ուզում եմ որոշակի վերջի վիճակագրություն ներկայացնել, պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ, ուրեմն միայն 2025 թվականի հոկտեմբեր ամսվա տվյալներով հետևյալ պատկերն ունենք։ Ծրագրի շահառուների թիվը 366432 է եւ աճը նախորդ ամսը համեմատ 3.6%, այսինքն մենք տեսնում ենք տենդենց աճի։ Անկանխիկ գործարքների հանրագումարը 14 միլիարդ 768 միլիոն դրամ եւ աճը 6.9%, մեկ շահառուի ստացած հետվճարի միջին չափը 4157 դրամ, աճը 2.8% եւ ստացված հետվճարի ծավալը 1 միլիարդ 523 միլիոն դրամ, աճը 6.5%, նորից եմ կրկնում, խոսքը հոկտեմբեր ամսվա մասին է։ Ուզում եմ նշել նաև, որ նոյեմբեր ամսվա ցուցակներով կենսաթոշակ եւ նպաստ ստացող շահառուների թիվը կազմել է 661811, որից 600126-ը իրենց կենսաթոշակը կամ նպաստը ստանում են անկանխիկ եղանակով եւ հետեւաբար այս 366000 այս ծրագրի շահառուների թիվը կազմում է անկանխիկ ստացողների 61%-ը։ Թորոսյանի տեղեկացմամբ ծրագրի մեկնարկից առ այսօր կենսաթոշակային քարտերով ընդհանուր առմամբ իրականացվել է 314 միլիարդ 194 միլիոն դրամի անկանխիկ գործարք, որից հետվճարի տեսքով շահառուներին վերադարձվել է մոտ 30 միլիարդ դրամ։ Միայն այս տարի մենք արդեն վերադարձել ենք 13.5 միլիարդ դրամ, չհաշված նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսները, իսկ 2024 թվականին դա եղել է 16 միլիարդ դրամ, այսինքն աճը ակնհայտ է եւ մենք տեսնում ենք քաղաքացիների հետաքրքրվածությունը։
եւ նաեւ հաշվի առնելով մեր նախորդ նիստին ընդունած որոշումը, որով մենք ըստ էության ամեն ինչ դարձնում ենք անկանխիկ, նույնիսկ այս մեր 60,000 քաղաքացիներին կվճարենք կենսաթոշակները եւ նպաստները անկանխիկ եղանակով, ես կարծում եմ, որ կրկին կունենանք թվերի ավելացում, ինչը ըստ էության կենսաթոշակների կամ նպաստների ավելացում է նշանակում։ Դրական սույն փոփոխություններից անդին, սակայն կառավարությունը քննարկեց վերջին օրերի թերևս ամենամտահոգիչ խնդիրը՝ Երևանի օդի աղտոտվածության գերռիսկային մակարդակը։ Վարչապետը հանձնարարեց ստեղծել աշխատանքային երկու խումբ, մեկը օդի աղտոտվածության հարցերով, խնդիրը հստակ գրանցելու, պատճառներն ամբողջական գնահատելու եւ համապատասխան լուծումներ առաջարկելու համար, իսկ երկրորդը թերևս ոչ պակաս գերխնդիր դարձած ճանապարհային երթևեկության կարգավորման եւ խցանումների հաղթահարման ուղղությամբ զբաղվող։ Այսինքն միջգերատեսչական բնականաբար Երևանի քաղաքապետարանն է պետք է ներգրավված լինի, այլ համայնքների ներկայացուցիչներ առաջարկ տվեք, թե ինչպիսին կլինի առավել արդյունավետ այդ կազմը, որպեսզի գուցե ունենա փոքր ավելի մոբիլ հատված, գուցե ունենա ավելի ընդլայնված հատված, որպեսզի համհնարավոր լինի ներառականություն ապավել, իմիջիայլոց պետք է նախատեսել քաղաքացիական հասարակության եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների ներառումը անպայման, այսինքն ոչ միայն գերատեսչությունների միջոցով աշխատել, այլ ուղիղ անմիջապես, անհատապես աշխատանքային խմբերում իրենց ներգրավվածությունը, որպեսզի փորձագիտական եւ վարչահարական կապը հնարավորինս ավելի ուժեղ լինի։ Դիանա Դավթյան, Free News, Ազատ լուրեր։ Կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք այս անգամ հիմնականում վերաբերել են ներքաղաքական խնդիրներին։ Վարչապետի ճեպազրույցի մանրամասները տեսանյութում։ Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր պարտավորություններին։ Հայ առաքելական եկեղեցում մի խումբ բարձրաստիճան հոգևորականներ այսպիսի վերտառությամբ հայտարարություն են տարածել, որով իրենց բողոքն են արտահայտում առ այն, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը փորձում է կոծկել Մայրաթորի դիվանապետ Արշակ Խաչատրյանի արարքը։ Այդ մասին վկայող տեսանյութերը համացանցն են ողողել։ Այս հայտարարությունը նախ ցույց է տալիս, որ մեր եկեղեցում կան հոգևորականներ, ովքեր նախանձախնդիր են եկեղեցու հոգևոր առաքելության իրականացման գործում եւ ես իհարկե սրբազան հայրերի համաձայնության դեպքում հենց այսօր նրանց կհրավիրեմ հանդիպում կխնդրեմ, որպեսզի նաև նրանց դիրքորոշումները, մոտեցումները հայտարարությունից բխող ավելի մանրամասն հասկանամ եւ իսկ իմ դիրքորոշումները նախկինում արտահայտելու առիթ ունեցել եմ եւ այդտեղ կարծում եմ նորություն չկա։ Այլ հայտարարություններից, սակայն, վարչապետը զերծ մնաց, այսքանով եզրափակելով թեմայի վերաբերյալ իր մեկնաբանությունը։ 2026 թվականի հունիսի 8-ին Հայաստանում սպասվում են համապետական ընտրություններ։ Ռուսաստանը հայ գործարար Սամվել Կարապետյանի եւ յուր թիմակիցների մեր ձևով շարժումը այս ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։ Ավելին հավակնում են լինել խորհրդարան բացարձակ մեծամասնությամբ անցած ուժը։ Ես երբեք եւ ոչ մի ընտրություններում այլ նպատակ չեմ ունեցել եւ չեմ հետապնդել, ընդ որում կապ չունի ես վարչապետ եմ եղել падգամավոր, թե ուղղակի անդիմադիր քաղաքական գործունեություն ծավալող անձ։ Այդ սկզբունքը շարունակելու է գոյություն ունենալ եւ ես համոզված եմ, որ 2026 թվականի խորհրդարանական հերթական ընտրությունների արդյունքներով Հայաստանի Հանրապետության ժողովուրդը ջախջախիչ հաղթանակ կտանի։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրեց, որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախագահ ինքն է գլխավորելու կուսակցության նախընտրական ցուցակը։ Արդյոք սա Փաշինյանի միանձնյա որոշումը չէ, թե կուսակիցները եւս համաձայն են կրկին նրան առաջադրելու վարչապետի թեկնածու։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ժողովրդավարական կուսակցություն է, որի իրականացրած ընտրական process-ները տեղի ունենում բաց, թափանցիկ եւ այնտեղ որոշումները կայացնում են կոլեգիալ։ Ես կուսակցության վարչության նախագահն եմ, ում նաեւ կանոնադրության սահմանված դեպքերում եւ կարգով, որի ձայնը ունի վճռորոշ նշանակություն։
բայց դա չի նշանակում, որ այդ հարցերին դուք ասում եք ինձ հետ լուծվում են անձնական հարթության վրա։ Այդ բոլոր հարցերը կան, բայց այդ հարցերը վերաբերվում են կուսակցությանը, դա անձի մասին չէ, դա կուսակցության մասին է եւ կուսակցությունը ինքն է տալիս այդ հարցերի պատասխանը իր կազմակերպչական, քաղաքական գործընթացներով։ Իսկ Սամվել Կարապետյանից ու նրա հավակնություններից չեք վախենում։ Նախընտրական թեմայի շրջանակում հարցրին լրագրողները կառավարության գործող ղեկավարին։ Եթե ինչ-որ մեկ ուզում է իրեն ներշնչել, որ ես ինչ-որ մեկից վախենում եմ, դա իր խնդիրն է։ Իսկ արտաքին քաղաքական հիմնահարցերի օրակարգում Հայաստանի ղեկավարն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկխոսության անհրաժեշտություն է տեսնում։ Նա այսպես է արձագանքում լրագրողների այն դիտարկմանը, որ ադրբեջանցի եւ հայաստանցի փորձագետների Բաքու եւ Երևան փոխայցերին զուգահեռ պաշտոնական Բաքվի եւ ադրբեջանցի գիտնականների Հայաստանի վերաբերյալ խոսույթում որևէ բան չի փոխվում։ Այսինքն շարունակում են հայտարարել այնպիսի բաներ, որոնք չեն բխում խաղաղության օրակարգից։ Այդ թվում երկխոսության բացակայությունն է, որ հայաստանցիները տեսնում են, որ ադրբեջանցի ձեր նշած շրջանակների խոսույթում բան չի փոխվում, ադրբեջանցիները տեսնում են իրենց գնահատման, որ հայաստանցի շրջանակների խոսույթում բան չի փոխվում։ Երկխոսությունը նրա համար է, որ խոսույթում բան փոխվի։ Իսկ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի երկու հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Հիշեցնեմ, նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում կլոր սեղան քննարկում էր անցկացվել Հայաստանը ներկայացնող 5 փորձագետի մասնակցությամբ։ Մոտ 1 ամիս առաջ էլ համանման քննարկում տեղի էր ունեցել Երևանում ադրբեջանցի փորձագետների ներգրավմամբ։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Իդեպ արդեն կայացել է Փաշինյանի հանդիպումը մի խումբ եպիսկոպոսների հետ, հանդիպումից մանրամասներ դեռևս չեն հաղորդվում։ Սրբազան հայրեր, ուրախ եմ ձեզ տեսնելու համար եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր սկզբունքային դիրքորոշման համար, որ դուք այսօր արտահայտել եք հրապարակային կերպով եւ գիտեք, ես կարծում եմ, որ այն թեման, որը արձարծել եք դուք ձեր հայտարարության մեջ, հանձնավորվածի միջոցով մենք շատ կարևոր մի ընդհանրական որակարգի հետ ենք առնչվում։ Ես շատ երկար մտածել եմ եւ եկել եմ հետեւյալ մի հետեւության ինքս ինձ համար, որ նաեւ կիսել եմ հանրության հետ եւ հարկ եմ համարում կիսել նաեւ ձեզ հետ, որ մենք շատ խոսում ենք արժեքահենք հանրություն, արժեքահենք պետություն, արժեքահենք հասարակություն ունենալու մասին։ Եվ դա մեր նպատակը եւ խնդիրն է, եւ որտեւ այնուամենայնիվ ցանկացած պետություն ինքը հենված է բացի զուտ իրավական տրամաբանությունից, այդ իրավական տրամաբանությունն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա եւ չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքները առաջին հերթին առնչվում են մեր հոգեվոր արժեքներին եւ իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգեվոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաեւ պետության ընդհանրապես արժեքահենք լինելը եւ հասարակության արժեքահենք լինելը եւ ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվել է եւ որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման եւ ճակատագրի համար ունի շատ կարեւոր առնչություն եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես ամենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման եւ զրույցի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը եւ պատրաստ եք նման խոսակցության եւ քննարկման։
Անդրադառնանք այլ թեմաների Երևանը երկու օրով դարձել է մշակույթների շփման կետ նոյեմբերի 27-ից 28-ը մայրաքաղաքը հյուրընկալում է մշակութային խաչմերուկ միջազգային համաժողովը։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 12 երկրների պատվիրակություններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ եւ մշակութային կառույցներ, իսկ հիմնական նպատակն է ամրապնդել մշակութային բազմազանության պահպանման, ստեղծարարության զարգացման եւ գործակցության նորությունները։ Նոյեմբերի 27-ին եւ 28-ին Երևանը հյուրընկալում է մշակութային խաչմերուկ միջազգային համաժողովը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության խրախուսման եւ պաշտպանության մասին կոնվենցիայի ընդունման 20-ամյակին։ Միջոցառմանը մասնակցում են ավելի քան 12 երկրների պատվիրակություններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, միջազգային ու տեղական մշակութային կառույցներ։ Համաժողովի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Մատենադարանում։ Բացման արարողությանը հաջորդեց հիմնական պլենար նիստը կոնվենցիայի 20 տարվա ձեռքբերումները եւ հեռանկարները թեմայով, որտեղ քննարկվեցին ստեղծարար արդյունաբերության զարգացումը, թվային դարաշրջանում մշակութային ինքնարտահայտման պաշտպանության խնդիրներն ու հնարավորությունները։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ մշակութային բազմազանությունը մարդկության ընդհանուր ժառանգությունն է։ Մեր երկրի համար մեծ պատիվ է կազմակերպել այս կարևոր միջազգային իրադարձությունը Երևանում, որտեղ մշակույթը եւ արվեստը բոլոր ժամանակներում հանդիսացել են ոգեշնչման եւ ուժի աղբյուր։ Մենք համոզված ենք, հոբելյանական այս տարեթվի նշումը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում բարձրացնելու 2005 թվականի կոնվենցիայի եւ դրա կյանքի կոչման շնորհիվ գրանցված առաջընթացի մասին լայն լսարանների իրազեկման մակարդակը։ 2005 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիան դարձել է միջազգային մշակութային համագործակցության առանցքային փաստաթղթերից։ Հայաստանը հպարտությամբ է նշում, որ վերջին 2 տասնամյակների ընթացքում մեր երկիրն ակտիվորեն մասնակցում է կոնվենցիայի դրույթների կիրարկման գործին։ Նախարարը ներկայացրեց նաև Հայաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործակցության ընթացքը, մշակութային արժեքների միջազգայնացման եւ ոչ նյութական ժառանգության քարտեզագրման արդյունքները։ Հայաստանը կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությունը բոլոր ձևաչափերով, ոչ միայն ներառելով հայկական մշակութային ժառանգությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական եւ ոչ նյութական ցուցակներում, աշխարհի հիշողության ծրագրում, այլև հոբելյանական տարեթվերի ցանկում։ Այս իմաստով կցանկանայի առանձնակի շեշտադրել Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնականում անցկացված հոբելյանական 2 կարևոր միջոցառումներ 2024 թվականին նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին եւ 25-ին Շարլ Ազնավուրի 100-ամյակին։ 19, 20 եւ 23 թվականներին Հայաստանը հայտեր է գրանցել հայկական տառարվեստը եւ դրա մշակութային դրսեւորումները Սուրբ Թադեոս Առաքյալի վանքի ուխտագնացությունը եւ Գյումրիի դարբնության ավանդույթը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում ներառելու համար։ Իդեպ, մեր համաժողովի շրջանակներում նախատեսվում է Գյումրիի դարբնության ավանդույթը նամականիշի մարումը։ Նա ընդգծեց, որ վերջին տարիներին պետությունը խթանել է ստեղծագործական նախաձեռնությունները, տարեկան աջակցելով ավելի քան 60 կազմակերպության ու 400 արվեստագետի։ Անդրեասյանը հատուկ նշեց նաև ներառական մշակութային ծրագրերի զարգացումը, ընդգծելով, որ մշակույթը պետք է հասանելի լինի բոլոր խմբերի համար։ Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանն էլ իր հերթին խոսեց կոնվենցիայի գլոբալ նշանակության, թվայնացման արհեստական բանականության ու մշակութային իրավունքների պաշտպանության մարտահրավերների մասին։ Նա նաև նշեց, որ մշակույթը հատկապես խոցելի է ճգնաժամերի ժամանակ։ Հակամարտությունները, պատերազմները, բնական աղետները, կլիմայի փոփոխությունը վտանգում են ոչ միայն մարդկային կյանքերը, այլև ինքնությունը եւ հիշողությունը պահպանող մշակութային դրսևորումները։ Հայ ժողովրդի ծանր փորձություններով լի հազարամյակների պատմության ընթացքում մշակույթը եղել է դիմադրողականության, տոկունության եւ ինքնության պահպանման փրկողակ դժվարին պահերին եւ ոգեշնչման աղբյուր խաղաղ եւ կայուն ապագա կառուցելու գործում։ Այդ տեսանկյունից վերջին տարիները բացառություն չեն, երբ Հայաստանը ընդունեց շուտ 120,000 բռնի տեղահանված հայրենակիցների, որոնց թվում էին արվեստագետներ, ուսուցիչներ, արհեստավորներ եւ մշակույթի գործիչներ, անհատներ, որոնց գիտելիքներն ու ստեղծագործականությունը կազմում են մեր տարածաշրջանի մշակութային հարստության անբաժանելի մասը։ Չնայած բոլոր դժվարություններին Հայաստան արդյոք անում է հնարավորը հայ փախստականների մշակութային իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու համար, այնուամենայնիվ մեր, ինչպես նաև այլ պետությունների փորձը ցույց է տալիս, որ ոչ մի երկիր չի կարող միայնակ դիմակայել նման ճգնաժամերին։
Եվ միայն միջազգային համերաշխության շնորհիվ է հնարավոր հասնել դրանց հաղթահարմանը։ Երկորյա համաժողովը կգործի որպես հանդիպման, փորձի փոխանակման ու նոր գործակցությունների հարթակ։ Հայաստանը նպատակ ունի այս խորհրդաժողովով ամրացնելու հարաբերությունները ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ եւ միաժամանակ բարձրացնելու միջազգային իրազեկվածությունը, մշակութային ինքնարտահայտման բազմազանության ու ստեղծարար ոլորտի աջակցության վերաբերյալ։ Սոնա Գիշյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօր Երևանի Խաղաղ Դոնի փողոցում ավտոշուկայի հարևանությամբ կայանված Opel Մակնիշի ավտոմեքենայում բարեկային ծառայության աշխատակցի մարմին է հայտնաբերվել։ Ոստիկանությունից հայտնել են, որ տղամարդը նախնական տվյալներով գործել է ինքնասպանություն։ Նախապատրաստված փաստաթղթերը փոխանցվել են քննչական կոմիտե։ Ղրիմի կամրջի պայթեցման համար մեղադրվող 8 անձ ցմահ ազատազրկման է դատապարտվել, նրանց թվում է նաև Հայաստանի քաղաքացի Արթուր Տերջանյանը եւ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում բնակվող հայազգի գործարարներ Գյորգի եւ Արտյոմ Ազատյանները։ Դատանի վճռով նրանք բոլորն էլ մեղավոր են ճանաչվել ահաբեկչություն իրականացնելու, նաեւ պայթուցիկ սարքի ապուրինի ձեռքբերման եւ տեղափոխման համար։ Գործը վերաբերում է 2022 թվականի հոկտեմբերի 8-ին Ղրիմի կամրջի պայթեցմանը։ Հետաքննությամբ պարզվել է, որ խմբի անդամները պայթուցիկը հասցրել են կամրջի տարածք բեռնատարով, վարորդը եւ 4 մարդ զոհվել էին պայթյունի հետևանքով։ Շարունակում ենք թողարկումը եւ միջազգային նորություններն առաջարկում դիտել տեսաշարով։ Վաշինգտոնում Սպիտակ տան շրջակայքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով ծանր վիրավորվել են ազգային գվարդիայի 2 զինվոր։ Reuters-ը հայտնում է, որ կասկադյալը վնասազերծվել եւ կալանավորվել է հարձակման ընթացքում ստացած հրազենային վիրավորումների հետևանքով։ Իրավապահներն անձը նույնականացրել են Վաշինգտոն նահանգում բնակվող 29-ամյա աֆղանցու հետ։ Ըստ աղբյուրի հարձակումը ներկայում քննվում է որպես ահաբեկչական գործողություն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպը որակել է չարիքի, ատելության եւ ահաբեկչության ակտ։ Պաշտպանության նախարար Փիթ Հեքսեթի խոսքով նախագահը հրահանգել է Վաշինգտոնում տեղակայել եւս 500 գվարդիական, որոնք կմիանան արդեն արկա շուրջ 2200 զինվորականներին։ Հոնկոնգի բազմաբնակարանային համալիրում բռնկված հրդեհը խլել է առնվազն 44 մարդու կյանք։ Reuters-ի տվյալներով 45 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, 279 համարվում են անհետ կորած, իսկ մոտ 900 բնակիչ տեղահանվել եւ տեղափոխվել է տարբեր ապաստարաններ։ Հրդեհված բնակելի համալիրն ընդգրկում է 8 շենք, որոնք միասին ունեն շուրջ 2000 բնակարան, ավելի քան 4600 բնակչությամբ։ Քննչական մարմինները հայտնում են, որ շենքերը պատված են եղել պաշտպանական ցանցով եւ պլաստիկով, որոնք չեն համապատասխանել հրդեհային անվտանգության պահանջներին, հնարավոր դարձնելով կրակի արագ տարածումը։ Հոնկոնգի ոստիկանապետը հայտնել է, որ դեպքը տեղի է ունեցել շինարարական ընկերության անփութության հետևանքով։ Գործի շրջանակում ձերբակալվել են ընկերության 3 աշխատակիցներ։ Մեծ յոթնյակի երկրները ռուսական սառեցված ակտիվներից ստացած եկամուտի հաշվին արդեն Ուկրաինային են փոխանցել ավելի քան 30 միլիարդ եվրո։ Այս մասին ԵՄ խորհրդարանում հայտնել է տնտեսության հարցերով եվրոհանձնակատար Վալդիս Դոմբովսկիսը։ Նա հիշեցրել է, որ ԵՄ նախաձեռնությամբ G7-ն արդեն այս տարի հաստատել է 45 միլիարդ եվրոյի վարկային գիծ, որից Ուկրաինան արդեն ստացել է 39 միլիարդը, այդ թվում 18 միլիարդ եվրո ԵՄ անդամ երկրներից։ Դոմբովսկիսի խոսքով վարկերի մարումը տեսված է մինչև 2042 թվականը։ Ուկրաինացիները չպետք է կախված լինեն արտաքին գործոններից, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, նշելով, որ երկրի ռազմարդյունաբերության ներուժի մեծացումը առաջնային խնդիր է։ Նրա խոսքով Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի նիստում հիմնական քննարկման թեման հակաօդային պաշտպանության համակարգերն են եղել։ Զելենսկին ընդգծել է, որ պաշտպանական սարքերի ֆինանսավորումն ու արտադրության ծավալները մշտապես հսկվում են պաշտպանության նախարարության եւ զինված հրամանատարության կողմից։ Նախագահը նշել է, որ Ուկրաինան պատրաստվում է մեծացնել կարճ եւ միջին հեռահարության հոբ համակարգերի արտադրությունը, դրանք համարելով չափազանց կարևոր ինչպես ռազմաճակատի, այնպես էլ էներգետիկ ենթակառուցվածքների պաշտպանության համար։ Մենք թարմացնելու ենք մեր պահանջները եւ կավելացնենք արտադրությունը, մեր ներքին ուկրաինական արտադրությունը։ Ներքին համակարգերը մեր անվտանգության իրական հիմքն են։ Ուկրաինացիները չպետք է կախված լինեն համաշխարհային շուկայից կամ գործընկերների պահեստներում ինչ որ բան գնելուց, նշել է Զելենսկին։
ԵՄ արտգործնախարար Կայա Կալասը Բրյուսելում ուկրաինացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի ճնշումը Ռուսաստանի վրա, ապահովելու առավել նպաստավոր արդյունք Ուկրաինայի եւ Եվրոպայի համար։ Կալասի խոսքով, եթե Ռուսաստանը կարողանա ռազմական ճանապարհով նվաճել Ուկրաինան, դա արդեն տեղի ունեցած կլիներ, իսկ միջազգային քննարկումների առանցքում պետք է լինի ոչ թե այն, թե ինչ կարող է զիջել Ուկրաինան, այլ այն, թե ինչ պարտավորություններ ունի ագրեսորը՝ Ռուսաստանը։ Բրյուսելը նաև կարևոր է համարում, որ խաղաղության շուրջ ցանկացած բանակցություններում լինեն նաև ԵՄ-ի ներկայացուցիչներ, նշելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած պլանը պահանջում է լուրջ վերանայումներ եւ բարեփոխումներ։ Այսքանը ցտեսություն։